Տիկին Ազարյան, դատախազությունը միջնորդել է, որպեսզի ազգային ժողովը թույլ տա քրգործ սկսել Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի նկատմամբ։ Սա դուք ինչպես եք մեկնաբանում, որովհետեւ սա հաջորդում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը Սեյրան Օհանյանին, դու առաջինը պետք է գնաս ԱԱԾ պատվան, այդ սպառնալիքին։ Մինչ հարցին անդրադառնալ են, Նարեկ ջան, ես թույլ տվեք չհամաձայնեմ այն ձևակերպան հետ, որ նախ վարչապետը սպառնաց Սեյրան Օհանյանին, այնտեղ շատ կարևոր նյուանս կար, երբ ասաց, որ եթե հիմք ընդունեինք օրինակ մամուլում տեղ գտած նյութերը, հրապարակումները, որտեղ անդադաղում էր տրվում այդ օր, եթե դուք կհիշեք, արդեն ժամանակ է որոշակի անցել, ես էլ լավ չեմ հիշում, բայց հստակ վարչապետի խոսքը հիշում եմ, երբ ասաց, եթե հիմք ընդունեինք մամուլում տեղ գտած նյութերը, ինչ վերաբերում է հարցին, այո, միջնորդությանը ծանոթ եմ արդեն բովանդակային առումով ոչ, բայց գիտեմ, որ ընդունվել է ազգային ժողովի կողմից, բայց գիտեք, իրականում այս դեպքում պետք է դատախազին նախ լսել, դատախազը կգա ազգային ժողով, կներկայացնի ինչ հիմքերով է եկել ըստ էության ազգային ժողով եւ մի կարևոր դետալ էլ կա, ես կարծում եմ, որ առհասարակ այս պրոցեսին մենք մշտապես նայում ենք սխալ դիտանկյունից։ Այս պրոցեսը ոչ թե կամ միջնորդություն ներկայացնելու դեպքում, երբ ֆրակցիան կամ առհասարակ ազգային ժողովի պատգամավորները տալիս են այդ միջնորդությանը ճակերտավոր հավանություն, կողմ են արտահայտվում, սա ոչ թե ենթադրում է անձին ազատազրկելու պրոցեսի սկիզբ, դատախազը գալիս է ըստ էության ազգային ժողով, որպեսզի ստանա այդ դրական ձայները կողմ, որպեսզի տրամաբանական շարունակություն հաջորդի։ Անձը չի ենթադրում այս պրոցեսը, անձին ազատազրկելու պրոցես սկսել։ Սա ենթադրում է այն ինչի համար եկել է դատախազը, թույլ տանք շարունակել, առնվազն սկսել կամ շարունակել այն քեյսերով, որոնցով եկել է։ Բայց ձեզ մոտ հարց չի առաջանում, ինչու հենց Նիկոլ Փաշինյանի այդ օրինակ հայտարարությունից հետո դատախազությունը նման միջնորդություն ներկայացրեց ազգային ժողովին։ Դե Նարեկ ջան, ես իրականում զուգահեռներ չեմ էլ տարել, իսկապես զուգահեռներ չէի։ Ձեռք տալ չտալու խնդիր չէ, սա ընկալումների խնդիր է։ Իրական, սա խիստ անհատական ընկալում է։ Պատահական է այսինքն։ Առնվազն ես չեմ կարողանում տանել որևէ համեմատականներ, նույն հաջողությամբ մենք տարբեր իրավիճակներ ենք ունեցել, երբ տարբեր քեյսերով դատախազը եկել է ազգային ժողով եւ կրկին միջնորդել է, որպեսզի սկսի պրոցեսներ X, Y պատգամավորների հետ կապված, ես չեմ կարող տանել համեմատական։ Սիմոնյանն էլ հայտարարեց ընտրությունների, առաջիկա ընտրությունների անցկացման օրվա հետ կապված այդ իշխանությունը էլ բռնել բաց թողելու օպերացիան է սկսում, որ այսպես ասած թալանվածը վերադարձնում են, որպեսզի ժողովրդի մոտ քիչ թե շատ վստահություն կարողանա ունենալ։ Տեսեք Նարեկ ջան, նախընտրական շոու այսինքն։ Նարեկ ջան, տեսեք, մենք ամեն օր ականատես ենք լինում, առնվազն 1 տարի կարող ենք հետ գնալ ժամանակագրական առումով եւ նորից գալ մեր օրեր, բայց ժամանակ ինչ էր կարող նախընտրական process էր կամ առաջիկայում պատրաստում ենք ոչ, մենք ամեն օր տարբեր հաշտության համաձայնագրերի տրամաբանության ներքո, համայնքային շահերի պահպանման տրամաբանության ներքո, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականացման համատեքստում ունենում ենք տասնյակ քեյսեր, հարյուրավոր քեյսեր արդեն կարելի ասել, կարող ենք մեզ թույլ տալ խոսել այս բառամթերքով, որը հեչ կապ չունի ընտրական process-ի, այսինքն համակարգը ներդրվել են, այս բոլոր համակարգերը ներդրվել են իրենց երակներով, որպեսզի ծառայեն իրենց նպատակին, սա ոչ մի կերպ ես չեմ կարողանում ասոցացնել ընտրական պրոցեսների հետ, որը ինչ-որ մի չափով այսպես ասած ավել քվեներ կգեներացնի կամ ռեյտինգ բարձրացնելու միջոց կդառնա։ Եվ Տիկին Ազարյան, դուք արդեն Նիկոլ Փաշինյանի մեյլին ուղարկել եք ձեր տվյալները, որպեսզի ընդգրկվեք այն հանձնաժողովում, որը պետք է կաթողիկոսին հեռացնի եւ նոր կաթողիկոս ընտրի։ Իհարկե հասկանում եմ խոսքը ինչի մասին է, կարդացել եմ վարչապետի գրառումը Facebook-յան, ոչ, չեմ ուղարկել, բայց վստահ եմ, Աստվածաշունչը միջև վերջ չեք կարդացել։ Ես կարծում եմ, որ այն
կրիտերիաներ, այսպես ասած, որոնք նշված են այդ գրառման մեջ, առնվազն ես չեմ հավակնում, 100%-ով չեմ հավակնում եւ ես ազգային ժողովի պատգամավոր եմ, զբաղվում եմ իմ գործով եւ կարծում եմ, որ շատ ավելի արժանավոր, շատ ավելի այս գրառման տրամաբանության հետ կապ ունեցող անձինք վստահաբար կընդգրկվեն այդ ցուցակում։ Բայց այն հետաքրքիր է էլի, ասում է ամեն օր ով աղոթում է, ով գոնե մեկ անգամ սկզբից մինչև վերջ կարդացել է Աստվածաշունչը, կարդացել եմ, ամեն օր գրեթե չէ, ներողություն, սա ինչպես պետք է դուք ստուգեք։ Իհարկե, վարչապետը իր գրառման մեջ էլ է նշել, որ կան կետեր, որոնք ըստ էության կարելի ասել հնարավոր չէ հավաստիությունը բարձել արժանահավատ է թե ոչ, բայց առնվազն տետատետ այդ դիալոգի կոնտակտի միջոցով կարելի է մոտավոր պատկերացում կազմել այդ անձը համապատասխանում է վերնշած կրիտերիաներին, թե ոչ։ Եվ արդեն այս գրառման ավելի այսպես լուրջ եւ զգայուն կողմը, սա արդյոք չի նշանակում, որ քաղաքական իշխանությունը միջամտում է եկեղեցական գործերին։ Շատ լավ հարց եք տալիս, Նարեկ ջան։ Եկեք հակառակ դիտանկյունից ես պատասխանեմ այս հարցին, երբ 1 տարի առաջ առնվազն Շիրակի թեմի առաջնորդը ուղիղ տեքստով հայտարարում էր, որ պետք է ռազմական հեղաշրջում անել Հայաստանի Հանրապետությունում, ուզում եմ հիմա հասկանալ, այս անձը քիթը մտցրել էր քաղաքականություն, թե ոչ այս հայտարարությամբ։ Երբ 1 տարի առաջ եկեղեցին ապրում էր իր պատմության, ցավով եմ սա ասում, ամենախայտառակ էջերից մեկը, երբ Տավուշի թեմի առաջնորդին, Բագրատ Գալստանյանին, եկեղեցին իր օրհնությունը տվեց Բագրատ Գալստանյանին եւ ուղղորդեց դեպի Երևանի կենտրոն։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, եկեղեցին է քիթը մցրել քաղաքականություն եւ անթաքույց զբաղվում է քաղաքականությամբ, թե հակառակ կողմից էլ իշխանությունը խնդրում է, հորդորում է, պահանջում է եւ ի վերջո, շատ լեգիտիմ պահանջ է սա, զբաղվել նրանով, ինչով պիտի զբաղվի եկեղեցին։ Ավելացնելու ոչինչ չունեմ։ Ձեր շրջապատում օրենք խախտողներ կան, Տիկին Ազարյան։ Ինչ իմաստով։ Չգիտեմ, ցանկացած օրենք խախտում են որևէ սահմանադրական կետ։ Օրինակ իմ շրջապատում կան, ես տեսնում եմ իրենք խախտում են, բայց ես երբեք չեմ ասում, այ ինքը խախտեց, սպասի ես էլ խախտեմ։ Հիմա ինչու է իշխանությունը, եթե համարում է ներողություն հարցս տամ, հիմա եթե դուք կարծում եք, որ հոգևորականները խախտել են, հա, սահմանադրության այն կետը, որ պետությունը եւ եկեղեցին անջատեն եւ քաղաքականության մեջ են մտել, հիմա դա նշանակում է, որ իշխանությունն էլ պետք է խախտի եւ ինքն էլ եկեղեցու հարցերի մեջ խախտվի։ Այստեղ է մեղը, Նարեկ ջան, իշխանությունը ոչ թե նույն օրինակով է գնում առաջ, իշխանությունը, այս դեպքում, հա, իշխող մեծամասնությունը, ասում է դուք զբաղվեք ձեր գործով, քաղաքական մեսիջներ, տեքստեր մի հնչեցրեք, մի մտեք քաղաքականություն, մի հավաքեք 1000 հոգի, այդ էյֆորիայի մեջ ձեզ թվա թե ծովը ծնկներից է եւ հրապարակում պահանջեք վարչապետի հրաժարական։ Եվ մի կարևոր, գիտեք, բան էլ կա։ Ես ուզում եմ մի կարևոր արձանագրում անել, Նարեկ ջան, վերջին օրերին ես անդադար լսում եմ հետեւյալ միտքը. Իշխանությունը թիրախավորել է եկեղեցուն։ Իշխանությունը չի թիրախավորել եկեղեցին։ Իշխանությունը ասում է X-ը, Y-ը խախտել են կուսակրոնության ուխտը, խախտել հիփոթետիկ։ Չէ, հիփոթետիկ չի, կոնկրետ մարդն է վերագրում։ Նարեկ ջան, առնվազն մինչ այս պահը հերքում դուք տեսել եք, լսել եք, կարդացել եք, հնչել է հայտարարություն, հայտարարությանը ի պատասխան հավաքվել է եկեղեցական ժողովը, անատամ հայտարարություն է հրապարակել, հրապարակային է տեքստը, եւ գիտեք, մի քանի օր է արդեն մենք չենք կարողանում պարզ հարցի պատասխան ստանալ, հիմա այո թե ոչ։ Արարատ Միրզոյանը մի լավ խոսք ուներ, ասում էր մենք չենք ապացուցելու, որ մենք ուխտ չենք։ Բոլորը չեն ապացուցել։ Նարեկ ջան, ես իհարկե չեմ հիշում ինչ է ասել Արարատ Միրզոյանը, բայց ես էլի եմ կրկնում, վերահաստատում եմ, եկեղեցին թող հերքի ասվածը։ Իսկ եթե առնվազն մինչ այս պահը չի հերքում, կներեք, շատ
տրիվիալ է, բանալ, որ հասարակությունը, ժողովուրդը եւ ի վերջո գիտեք մենք հնչել է հայտարարություն, որը որ մենք երկար տարիներ լսել ենք։ Հերքի, հա, դուք կհանդարտվեք այլևս, եթե ասի ոչ, սխալ է ձեր տեղեկությունը, պարոն վարչապետ, կհանդարտվեք։ Ոչ թե պիտի հանդարտվի իշխանությունը կամ քաղաքական դաշտում դիրքավորված պաշտոնյաները պետք է հանդարտվի եկեղեցին։ Եվ այս օրերին, գիտեք, այնքան բան, այսպես ասած ջրի երես դուրս եկավ, այնքան հոգևորականներ ցույց տվեցին իրենց սքեմի տակ ինչ է թաքնված։ Ես կարդում եմ Facebook-ում Մարմաշենի, հա, վանական համալիրի հոգևորականի գրառումը Facebook-ում, որտեղ նա նշում է, հիմա սա եկեք հասկանանք, պարակտում է, թե ոչ, սա քաղաքականությամբ զբաղվել է, թե ոչ, նա նշում է, ես մեջ բերեմ իր մտքերը, եթե կմտնի վանական համալիր մեկը, ով իր տպավորությամբ կամ նա կնույնականացնի, որ տվյալ իր կամ, հա, հոտի, այսպես ասած, զավակը, հետևորդը ունի կուսակցական պատկանելություն, իշխանամետ է Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, քաղաքական գիծը սատարողներից է, նա ձերքից բռնած, նշում էր իր գրառման մեջ, կշպրտի դուրս։ Հիմա ուզում եմ հասկանալ։ Նարեկ ջան, ու դա խոսում եմ մի մարդ, գիտեք, ես համեմատականներ տարել եմ, էկոնոմիկայի նախարարը եւս հրապարակեց, այդ ճանապարհը համալիր տանող Մարմաշենի վանական համալիր տանող ճանապարհը տասնամյակներ շարունակ ոտքի ճանապարհ չի ունեցել։ Եվ եթե չեմ սխալվում, միլիարդի մասին էր խոսքը, չեմ կարող հստակ թիվը նշել, միջոցներ է կառավարությունը հատկացրել լուսավորության վրա, այդ ճանապարհի սալիկապատման վրա։ Հասկանում եք, ես էլի եմ ամփոփելով, հա, ոչ թե իշխանությունը պիտի հանդարտվի այս համատեքստում, իշխանությունը հանդարտ է եղել այս համատեքստում, պիտի հանդարտվի եկեղեցին։ Տիկին Ազարյան, Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ընտրել մի հանձնաժողովի առաջին 10 հոգուն, որոնք պետք է հեռացնեն Գարեգին II կաթողիկոսին եւ ընտրեն նոր կաթողիկոս։ Պետությունը ուղիղ մասնակցություն չի ունենում կաթողիկոսի ընտրության հարցում եւ սա որքանով է բխում մեր սահմանադրությունից։ Գիտեք, այս նույնն է, որ Շիրակի թեմի առաջնորդը օրեր առաջ ասում էր, հիմա կասեմ ինչ եմ սա մեջ բերում, ասում էր «Տո ձեզ ինչով ենք զբաղվում»։ Գիտեք, սա նույնն է, որ կոռուպցիայով զբաղվող պաշտոնյային գնա, օրինակ, դատախազությունը ասի դու կոռուպցիայով ես զբաղվել, ասի «Տո ձեզ ինչ»։ Կոռուպցիան ասավ։ Ու սխալ է, ներողություն, մի րոպե դատախազությունը ունի լծակ կոռուպցիայի հետևից գնալ, Նարեկ ջան, ավարտեմ ինչ եմ ուզում ասել, թողեք ավարտեմ։ Երբ դուք ասում եք իշխանությունը ինչի է որոշել իր ստանձնի այս դերը, դա իշխանությունը չի, ժողովուրդ, իշխանությունն էլ է ժողովուրդ, գիտեք, եւ սա ժողովրդի պահանջն է, բավարար է մտնել Facebook-յան հարթակ, կարդալ մեկնաբանությունները հարյուրավոր, հազարավոր, որոնք բացասական իմաստով վերաբերելի են այս օրերին, հա, վերջին օրերին ուղղված եկեղեցուն եւ այն բոլոր գրառումներին, կոչերին, որոնք ոնց է Նիկոլ Փաշինյանին ուղղված բացասական հազարավոր մեկնաբանությունները չեք տեսնում։ Չեմ տեսնում, այո, չեմ տեսնում։ Չեմ կարդում։ Ըստ էության, հա, հարցին անդրադառնանք, արդյոք այսպիսով Նիկոլ Փաշինյանը, երբ որ այդ 10 հոգուն ընտրում է, նախ այդ մարմինը նախ սահմանադրական էլ չի կարող։ Նարեկ ջան, սա վարչապետի գրառումն եք մեջբերում, որը ես ընդհանրապես կարդացել եմ եւ սա իհարկե կարող եմ ինձ թույլ տալ ասել, որ սա սահմանային փուլում որևէ բան է, խմորման փուլում տեղի ունեցող, հա, գետնի վրա գոյություն չունի, հողի վրա գոյություն չունի այս process-ը, ընդհանրապես գրառում եք դուք մեջբերում եւ մեկնաբանություն եք խնդրում, որի վերաբերյալ ես հետեւյալը կարող եմ միայն ասել, սա սահմանային փուլում մի process է։ Անհասկանալի Նիկոլ Փաշինյանի անհասկանալի ոչինչ չկա։ Վարչապետը լինելով հայ առաքելական եկեղեցու հետևորդ, ազնիվ հետևորդ, ու գիտեք, ես իսկապես իր չափ Աստվածաշունչը մեջբերող քաղաքական գործիչ, այս դեպքում բարձրաստիճան պաշտոնյա եւ երկրի ղեկավար, իսկապես չեմ տեսել։ Ասում են եկեղեցի կառուցում են նրանք, ովքեր շատ մեղքեր են գործել, Աստվածաշունչը մեջբերում են նրանք, ովքեր շատ մեղքեր են գործել, Տիկին Ազարյան։ Այստեղ ասում եմ ամեն մարդ իր փչացվածության պրիզմայով է չափում եւ վարչապետը
եկեղեցի կարծեմ չի կառուցել, վարչապետը ազնիվ հավատացյալ է եւ ել եմ ասում, իմ ճանաչած կարող եմ ասել միակ ղեկավարը երկրի, ով իսկապես այնինչ ասում է եւ հավատում է իր ասածին, եւ գիտեք, այստեղ շատ կարեւոր մի բան էլ ասեմ եւ ավարտենք։ Նարեկ ջան, վարչապետի պահանջը ինչումն էր, նախ գրառումը, որ այդքան մեծ աղմուկ բարձրացեց, գիտեք, այդտեղ ոչ թե ցավում են, որ գնացին բարի հետևից, դա մի փոքրիկ տրիգեր է, պետք էր մեծ բովանդակության հետևից գնալ։ Փաշինյանը եթե ուզեր ըստ էության մարդկանց ուշադրությունը խնդրի վրա հրավիրել, ապա չէր ընտրի այնպիսի բառ, որ Ես չեմ, սա ձեր դիտարկումն է, իմ դիտարկումը լրիվ այլ է հարցի շուրջ, վարչապետը ի վերջո ուզում է հասկանալ այն, ինչին հավատում է։ Արդյոք այդ մարդիկ հավատում են իրենց արածին։ Որ կարդացիք այդ առաջի գրառումը, հա, Սրբազանի եւ Քերակնոջ մասնակցությամբ, դուք էլ մտածեցիք, որ ես կարող է ջարդել են վարչապետ։ Չեմ մտածել նման բան, շատ լավ եք շատ սովորական գրառում էր առանձնապես աշխարհացուն ամենօրյա բառապաշարն է դա։ Ոչ, Նիկոլ Փաշինյանի ամենօրյա բառապաշարը չէ դա, ես կարծում եմ առնվազն ունենք մի ղեկավար, ում խոսքից երբեք չենք ամաչում, ով չի կմկմում, ով տեքստերը չեն գրում տալիս, որ կարդա, ունի սեփական մտքերը, սեփական ընկալումները, հունից դուրս է գալիս վարչապետը, երբ կոռուպցիոներները իր առաջ կանգնած խոսում են կոռուպցիայից։ Բառապաշարը ԿՊ-ի փակնիստերին էլ է օգտագործվում։ Ոչ, չի օգտագործում։ Վստահ եմ, եթե օգտագործվեր, շատ արագ կտարածվեին այդ։ Այսինքն չօգտագործվում, որովհետև վատ բառ է, չէ՞, ճիշտ եմ հասկանում։ Նարեկ ջան, վարչապետի գրառման մեջ էլի եմ ասում, ես ցավում եմ, որ կոնկրետ բառն է թիրախավորվում։ Մի հատ ժողովուրդը լավ էլ հասկացել են ինչ է գրել վարչապետը, այդ բառի փոխարեն հազարավոր տասնյակ բառեր կարող էին կիրառվել։ Ես ինձ իհարկե թույլ չեմ տա մտնել այս դաշտ եւ ձեր հարցին որտեղ Նարեկ ջան, ես հասկանում եմ ինչ եք ուզում ստանալ, չի հաջողվի դա։ Դա ես պատասխանել եմ ձեր հարցին։ Լավ, եւ վերջին հարցը Տիկին Ազարյան, Նիկոլ Փաշինյանն ասում է, եթե Գարեգին երկրորդ կաթողիկոսը հերքի, ես կապացուցեմ։ Այստեղ մեկ այլ խնդիր կա, այսինքն Նիկոլ Փաշինյանը անձի մասին անձնական տեղեկություններ է հավաքագրել։ Վարչապետի իր առաջին գրառումով էլ չի նշել, որ Սրբազանի մասին է խոսքը, եկեք։ Չէ, Գարեգին Բեի հետ կապված ասում է, ներողություն Գարեգին երկրորդ հետ կապված ասում է, եթե նա հերքի զավակ ունենալու փաստը, ես ապացույց չեմ կարող մեկնաբանել բան, որը որ տեղի չի ունեցել։ Այսքանը։ Չէ, բայց ունի ապացույց, չէ՞ մարդը։ Սա նշանակում է վարչապետի գրառումից ես դուք մնացածս այո, կարող ենք ենթադրել, որ կա մի արժանահավատ ծանրակշիռ փաստարկ, որի հրապարակման դեպքում առնվազն եկեղեցին, այս դեպքում, հա, մայրաթոռը անհարմար դրության մեջ է հայտնվելու, ինչ իմաստով, որ ժամանակին չի հերքել։ Մարդը անձնական կյանքի մասին տրվել է հնարավորություն հերքել կամ հաստատել գրված գրառումը, քանի դեռ դա տեղի չի ունեցել, առնվազն հերքում չի տարածել մայրաթոռը, եւ ես էլի եմ ասում, չեմ կարող մեկնաբանել կամ մոտավորապես պրոյեկտել մի բան, որը որ առայժմ տեղի չի ունեցել, կապրենք կտեսնենք։